Գլուխ 4. Վախը և աշխարհի վերջը։ Որովհետև մարդկանց սրտերը կնվաղեն վախից և այն բաներին սպասելուց, որ ամբողջ աշխարհի վրա պիտի գան։ Ղուկասի 21:26 Պատմության մեջ հասարակությունը երբեք այսքան մտավոր կործանված մարդիկ չի տեսել, որքան այսօր։ Նյարդային և հուզական լարվածությունը թուլացնող դեղամիջոցներ փնտրող մարդկանց քանակն այսօր ավելի շատ է, քան այլ հիվանդություններով տառապող մարդկանց ընդհանուր թիվը։ Չնայած, որ այսօր հասարակությունն այդքան էլ անհանգստանալու կարիք չպետք է ունենա, բայց և այնպես այն անհանգստության և հուսախաբության աննախադեպ ռեկորդ է սահմանում։ Դրա համար կա պատճառ, անհրաժեշտ է բացահայտել և պարզել ամբողջ աշխարհով տարածված վախի ֆոբիաների այս հսկայական աճի պատճառը։ Վախի իսկական պատճառը բացահայտելը անհրաժեշտ է հատկապես այն դեպքում, երբ այսօր ժամանակակից գիտությունն ու կրթությունը փորձում են վերացնել տգիտությունն ու սնահավատությունը։ Պատճառը Վախն ունի մարգարեական նշանակություն։ Մարդկային վախը գոյություն է ունեցել դեռևս Եդեմի պարտեզում, առաջին օրենքի խախտման ժամանակներից։ Վախը անհնազանդության պտուղն է։ Ինչևէ, աշխարհի ներկայիս համակարգի վախճանի և Տեր Հիսուս Քրիստոսի երկիր վերադառնալու հստակ նշաններից մեկը մարդկությանը քայքայող մահացու սև դիվային վախն է, իր բազմաթիվ տեսակներով։ Աստվածաշունչն ապացուցում է, որ աշխարհի վերջի մասին տարածված վախը մարգարեության նշաններից է, և դա մեզ տալիս է նոր խիզախություն պայքարելու վախի դեմ, թույլ չտալով, որ այն ամբողջությամբ համակի մեզ։ Քրիստոսը մարգարեացավ վախի մասին։ Տեր Հիսուս Քրիստոսի հեղինակությունը որպես աշխարհի փրկիչ հաստատվում է համաձայն նրա կանխատեսումների ճշգրտության։ Նա կամ ճշմարիտ մարգարե է, կամ էլ սուտ մարգարե, չեզոք դիրք չկա։ Ամբողջ պատմությունը, ներառյալ ընթացիկ իրադարձությունները, վկայում և հաստատում են, որ Նազովրեցի Հիսուսը կենդանի Աստծո ճշմարիտ մարգարեն է։ Պատմությունը զարգանում է նրա կանխատեսումների համաձայն։ Քրիստոնյաները կարող են իրենց հավիտենական կյանքը հիմնել նրա մարգարեությունների ճշմարտության վրա։ Սիրված բժիշկ Ղուկասը մի մեծ մարգարեություն է արձանագրել, որտեղ Քրիստոսը խոսում է ժամանակների վախճանի մասին։ Եվ նշաններ կլինեն արեգակի և լուսնի և աստղերի վրա, և երկրի վրա հեթանոսները խռովությամբ կտագնապեն, ծովը կգոչի և կծփան ալիքները, որովհետև մարդկանց սրտերը կնվաղեն վախից և այն բաներին սպասելուց, որ ամբողջ աշխարհի վրա պիտի գան, որովհետև երկնքի զորությունները կշարժվեն, և այն ժամանակ կտեսնեն մարդու որդուն ամպերի վրա եկած, զորությամբ և մեծ փառքով։ Եվ երբ որ այս բաները կսկսեն լինել, վեր նայեք և բարձրացրեք ձեր գլուխները, որ ձեր փրկությունը մոտ է։ Ղուկասի 21:25-28 Այստեղ Քրիստոսը կանխատեսում է, որ որպես վերջին ժամանակների նշան երկնքում հզոր շարժեր կլինեն։ Դեռ Նոյի և ջրհեղեղի ժամանակներից սկսած այդպիսի շարժեր և ցնցումներ եղել են։ Համաձայն պատմական տեղեկությունների, վերջին 100-ամյակի ընթացքում այդ ցնցումները զգալիորեն շատացել են։ Այսօր բոլոր լրատվամիջոցները, թերթերը, հեռուստատեսությունը, ամսագրերը, ռադիոն տեղեկացնում են տարբեր երկրներում տեղի ունեցող սարսափելի երկրաշարժերի, պտտահողմերի և փոթորիկների մասին։ Ինքս ականատես լինելով պտտահողմի, գիտեմ դրա զորությունը։ Սլանալով ժամում 125 մղոն արագությամբ, այն իր ճանապարհին արմատախիլ է անում ծառերը, ավերում տները, վիրավորում և սպանում է շատ մարդկանց։ Բառերով հնարավոր չէ նկարագրել այն զգացողությունը, երբ այդ պահին գտնվում ես ուժեղ քամուց ճոճվող շենքում։ Քրիստոսը մարգարեացավ, երկրի վրա հեթանոսները խռովությամբ կտագնապեն։ Արդյոք կարելի է ավելի լավ բառերով նկարագրել աշխարհի ներկա իրավիճակը։ Մինչդեռ Քրիստոսն այս խոսքերն ասել է գրեթե 2000 տարի առաջ։ Նա զգուշացնում է նրանց, ովքեր պետք է ապրեն այդ ժամանակներում և տեսնեն իր վերադարձն ու աշխարհի վերջը։ Հիսուսը նաև հռչակեց, որ մարդկանց սրտերը կնվաղեն վախից և այն բաներին սպասելուց, որ ամբողջ աշխարհի վրա պիտի գան։ Քրիստոսը հստակ կանխատեսեց այսօրվա վախի ֆոբիաները։ Նայելով քաղաքակրթության ներկա իրավիճակին, տեսնում ես, որ մարդկանց սրտերը բռնված են մահացու վախով։ Այսօր շատ երկրներում հանրաճանաչ արդյունաբերողների ինքնասպան լինելու պատճառը մեծ մասամբ այս սոսկալի վախով բռնված լինելն է։ Նրանց սրտերը չեն դիմանում այն ճնշումներին, որ գալիս են այս աշխարհի վրա։ Նույն ձևով տանջվում են նաև քաղաքական առաջնորդները։
Տեսնելով ազգային, միջազգային պայքարի և արյունահեղության սև հորիզոնները, նրանց սրտերը նվաղում են։ Աշխարհիկ մարդը գալիք իրադարձությունների մասին գիտություն չունենալով զգում է, որ մթնոլորտը լցված է վախով։ Որքան մոտենում են Արմագեդոնի սարսափելի օրերը, այնքան ավելի ու ավելի զարհուրելի է դառնում այս մեղավոր և ապստամբ աշխարհը։ Եսայի մարգարեությունը։ Վերջին օրերում վախի վերաբերյալ Քրիստոսի մեծ մարգարեություններից բացի, Աստվածաշունչը հայտնում է նաև հին ու նոր կտակարանների մարգարեների կանխատեսումները, որոնք նկարագրում են մարդկանց սրտի վիճակը վերջին ժամանակներում։ Եսային, հին կտակարանի ամենամեծ մարգարեն, տեսավ ժամանակների վերջը և մարգարեացավ այդ ժամանակաշրջանի համար։ Որովհետև զորաց Տերը մեկ օր ունի ամեն ամբարտավանության և բարձրության դեմ և ամեն հպարտացածների դեմ, և նրանք պիտի ցածրանան, և պիտի մտնեն ժայռերի այրերի մեջ, և երկրի խոռոչները Տիրոջ ահավորության առաջից և նրա վեհափառության մեծությունից, երբ որ նա վեր կենա երկիրը սարսռեցնելու։ Այն օրը մարդը կգցի իր արծաթի կուռքերը ու ոսկի կուռքերը, որ շինել է նրա համար, որ երկրպագություն անի խլուրդներին և չղջիկներին, որ մտնի ապարաժների ծակերը և վեմերի ծերպերը Տիրոջ վախի երեսից և նրա վեհափառության մեծությունից։ Դադարեք մարդուն հուսալուց, որի շունչը նրա ռունգերի մեջ է, որովհետև ինչ է համարվում նա։ Եսայի 2:12 և 19:22։ Այս մարգարեությունն ուսումնասիրողները զորաց Տիրոջ օրը նույնացնում են աշխարհում հեթանոսների կառավարման ավարտի հետ։ Այդ ժամանակ աշխարհի հպարտ մեղավորները, փորձելով թաքնվել արդար Աստծուց, ապաստան կփնտրեն քարայրների և խոռոչների մեջ։ Այսօր բոլոր ազգերը պատրաստ են իրենց համար կացարան և թաքստոց պատրաստել քարայրներում և ապարաժների խոռոչներում։ Այս վիճակը մեծ վախ է առաջացնում մարդկանց սրտերում։ Սողոմոնն ասում է. «Երբ մարդն անտեսում է Աստծո վերջին նախազգուշացումը և հայտնաբերում է, որ հեռացել է Փրկչից, նրա աղոթքներն անգամ ոչ մի օգուտ չեն ունենում»։ Սողոմոնը, Իսրայելի իմաստուն մարգարեն, գրեց այս խոսքերը. «Ես էլ կծիծաղեմ ձեր թշվառությունը և ծաղր կանեմ ձեր վախը հասնելիս, երբ որ ձեր վախը կործանման պես կգա և ձեր թշվառությունը մրրիկի նման կհասնի, երբ որ ձեզ վրա նեղություն և տառապանք կգա, այն ժամանակ ինձ կկանչեն, բայց ես չեմ պատասխանի, առավոտ կանուխ ինձ կորոնեն, բայց չեն գտնի, բայց ինձ լսողը ապահով կբնակվի և հանդարտ կլինի չարիքի վախից»։ Առակաց 1:26-28 և 33։ Սողոմոնն իր աստվածատուր իմաստությամբ տեսավ այն ժամանակները, երբ մարդկությանը պատել էր վախը, թշվառությունը, նեղությունը և տառապանքը։ Հովհաննեսի հայտնությունը։ Հիսուսի սիրելի աշակերտ Հովհաննեսը Հայտնության գրքում գրեց իր կանխատեսումները։ Այդտեղ նա ասում էր, որ կգա ժամանակ, երբ մարդիկ կթաքնվեն երկրի խոռոչներում, վախենալով գալիք բաներից։ Այս մասին կարող ես կարդալ Հայտնության 6-րդ գլխի 15-17 խոսքերում։ Նա մարգարեացել էր ժամանակակից ատոմային ռումբերի, բակտերիոլոգիական պատերազմի և տիեզերական ճառագայթումների մասին։